ես չեմ կարծում, որ այստեղ մենք որևէ պատճառ կամ հանգամանք կա, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, գիտեք որոնք են եղել խնդիրները, որի բերումով Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը եւ այդ խնդիրները ըստ էության չեն լուծվել մինչեւ օրս։ Մենք չենք տեսել որևէ նույնիսկ քաղաքական մակարդակի հայտարարություն, որը նույնիսկ դատապարտեր 2022-2023 թվականներին տեղի ունեցած Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Հանրաքվեի օրակարգ արհեստական օրակարգ է եւ բազմից նշվել Հայաստանի վարչապետը, կառավարության մեր գործընկերները, իմ գործընկերները, որ չի կարող լինել հանրաքվե մի հարցի շուրջ, որը պարզապես գոյություն չունի։ Եվ բնականաբար Հայաստանը մոտ ապագայում, առաջիկա ամիսներին չի կարող հանրաքվեի դնել մի բան, որը Հայաստանում չի քննարկվել եւ որի շուրջ Հայաստանը գործողություններ դեռևս չի կատարել, խոսքը Եվրոպական միությանը անդամակցության հայտ ներկայացնելն է։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին մեր անդամակցության, ինչպես տեսակ միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանը մասնակցեց եւ ներկայացրեց մեր դիրքորոշումը, նաեւ Հայաստանը ԵԱՏՄ բոլոր ֆորմատներում, բոլոր գործընթացներին ակտիվ մասնակցում է, ներդրումն է ունենում, ինչպես քաղաքական առումով, այնպես էլ նաև ֆինանսական միջոցների ծավալով Հայաստանը ակտիվ մասնակից է, եւ այստեղ նաև կարևոր է ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների դիրքորոշումները նման հարցերի անդրադառնալիս